120 օրից ավել ապօրինի կալանքի տակ մնալուց հետո հակակոռուպցիոն դատարանում կայացավ ազգային բարերար Սամվել Կարապետյանի դատական նիստը։ Այս անգամ նրան նոր մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման հոդվածով։ Մեղադրանքի կողմը պահանջել էր Կարապետյանի կալանքը երկարացնել ևս 2 ամսով։ Հոկտեմբերի 14-ին դատական նիստը մեկնարկել էր երեկոյան ժամը 18:00-ին եւ տևել մինչեւ լուսադեմ ժամը 2-ը։ Քննիչի միջնորդությունն իրավական տրամաբանությունից զուրկ փաստաթուղթ է, որի ընթերցումը տևել է ուղիղ 125 րոպե, այնուհետև հարցեր են տվել պաշտպանները։ 8 ժամ տևած դատական նիստը հետաձգվեց։ Ընթերցում էին մի երկար անհետաքրքիր փաստաթուղթ, որը իրավաբանության հետ կոնկրետ Սամվել Կարապետյանի գործով ընդգծենք, որևէ առնչություն չունի։ Նիստի ողջ ընթացքում հակակոռուպցիոն դատարանի բակը բազմամարդ էր, նպատակը աջակցություն է, իսկ պահանջը արդարադատություն։ Ազատություն Սամվել Կարապետյանին։ Այստեղ են, որովհետև բռնաճնշումներ են իրականացում եկեղեցու հանդեպ։ Եկեղեցուն պաշտպանելու համար մարդուն կարելի է կալանավորել։ Դա որտեղ է գրած։ Ճիշտ ասած, ես եկել եմ, որ մտնեմ ներսը, ինքը դուրս գա։ Խոսքս վերաբերում է Սամվել Կարապետյան, իր նահագին գործին անելու դրսումը։ Ինչ բան չունեմ ստեղ անելու։ Մի քանի ժամ հետո նիստը շարունակվեց։ Դատարանի բակը կրկին լեփլեցուն էր։ Ներկա էին քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ։ Այստեղ իրավաբանություն չկա ընդհանրապես, խոսքը գնում է արդեն պատանդարության մասին։ Կարծիք արտահայտելու համար մարդուն կալանքի վերցնելը դա հակացուցված է։ Սամվել Կարապետյանը դասական քաղաքական բանտարկյալ է։ Սա ըստ էության մեկուսացում է եւ մեկուսացում են պատանդի կարգավիճակում պահում են։ Ուղղակի բարոյապես պարտավոր ենք զգում մեզ այսօր մեր աջակցությունը արտահայտել հայ մեծ բարերար Սամվել Կարապետյանի անունով։ Նիստը տևեց շուրջ 11 ժամ, որից հետո դատարանը Կարապետյանի կալանքը երկարացրեց ևս 30 օրով, մասնակի բավարարելով մեղադրող կողմի միջնորդությունը։ Դատարանը քննիչի միջնորդությունը բավարարել է մասնակի։ Կալանքի ժամկետը երկարաձգել է 30 օրով։ Սամվել Կարապետյանը իշխանությունների թիրախում հայտնվեց ընդամենը 40 վայրկյան տևողությամբ հարցազրույցի համար, որտեղ քննադատեց վարչապետի գլխավորությամբ սկսված եկեղեցու դեմ արշավը եւ ասաց. Ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցել այդ ամեն ինչին։ Այսօր հանրությունը, իրավապաշտպաններն ու փաստաբանները բացահայտ հայտարարում են. Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է, իսկ նրա կալանքը իշխանական հաշվեհարդարի դրսևորում։ Կալանավորել Սամվել Կարապետյանին նշանակում է կալանավորել ամբողջ հայ ազգին։ Ազգային խայտառակություն է։ Մի Սամվել Կարապետյանը գտնվում է Հայաստանի բանտում, մյուս բարերար Ռուբեն Վարդյանն էլ Բաքվի բանտում։ Վախենում են իշխանությունները տեսնել Սամվել Կարապետյանին ազատության մեջ թե ոչ, պատասխանը քաղաքական է։ Եթե վստահ են իրենց վրա, թող ազատ արձակեն Սամվել Կարապետյանին եւ տեսնենք, թե ով ուր է հասնում, ով ուր է հաղթում։ Երևանյան փողոցը իր խոսքը ասելու է։ Մենք տեսնում ենք, որ մեր հասարակության մեջ կա մեծ բողոք։ Իրադրությունը հիմա ու իրադրությունը 5 տարի առաջ արմատապես փոխված է։ Կարապետյանի աջակիցները չեն պատրաստվում լռել։ Հոկտեմբերի 18-ին նրանք նախատեսում են հանրահավաք, ազգային բարերարին ազատ արձակելու պահանջով։ Շաբաթ օրը հոկտեմբերի 18-ին Ազատության հրապարակում ժամը 16:30-ին տեղի կունենա մեր բոլորի հանրահավաքը։ Հավաքվում ենք մեր